Նվեր։ Կողքդ մարդ կա։ Ոչ մեկ, ինչի։ Պետք ես ինձ։ Կարաս գաս։ Ուր գամ։ Հիվանդանոց։ Չհասկացա։ Ինչ հիվանդանոց։ Ինչ ես խոսում։ Տիկին Ֆլորա, լսում եք ինձ ինչ ա եղել, Տիկին Ֆլորա։ Ալո, շտապ կանչ գրանցեք։ Եվ տխուր ես բալես։ Բայց ինձ թվում է տխուր ես, հա? Չեմ ուզում տպավորություն լինի, որ էլի խանգարում եմ կամ կապրիզ եմ անում, բայց երեխան շատ անտրամադիր է, Մինաս, որովհետև խոստացել ես, որ տեղ ենք գնալու ու չկաս։ Հալո։ Բարև բալես, ինչ ես անում։ Ոչ մի բան, նկարում եմ, ուրիշ բան չունեմ զբաղվելու։ Կունենաս զբաղվելու բան, այսօր կինոյի տոմսեր եմ առել, գնում ենք իրար հետ կինո։ Լուրջ։ Շատ լուրջ։ Պատրաստվի, հեսա գալիս եմ։ Լավ։ Եվ հետո էր զանգել։ Պապան ասում էր կինոյի տոմսը առե, որ հագնվեմ գնանք։ Հա, փաստորեն կարողացել է գրաֆիկը նենց դասավորի, որ միասին տեղ գնաք։ Դե գնանք շուտ շորիկները թաքի, որ ես էլ հասկանամ ես ինչ եմ հագնում ու գնանք, հա միասին։ Լավ։ Գնացինք։ Էս ինչ ա եղել։ Էս ով ա արել։ Հանգստացի, մարդ չմեռել են։ Ինչ ա եղել։ Սիրուն է։ Թե սիրուն չի։ Կարող սենց ավելի սիրուն է։ Հա, սենց ավելի սիրուն է։ Սյուզի ջան, շուտ արա, գիտես, որ Մինասը սպասել չի սիրում։ Մամ, մազես չեմ կամ կապեմ։ Հեսա ես քեզ կօգնեմ, արևս արագ հավաքենք, որովհետև պապան եկավ նոր պատուհանից տեսա։ Սա սիրուն, կողքերից հավաքեք։ Ուй, աղջիկ։ Այո, ես ամեն ինչ ուզում եմ իմանամ այդ գործով։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե անընդհատ տեղյակ պահեք։ Պատրաստ ես բալես։ Հա, Գիտես, որ ֆիլմն են գնում նայենք։ որը։
Հիշում ես, որ դուրս եկել էր առաջի մասը։ Հա։ Ես էլ հիշում եմ, որ դու ուզում ես երկրորդ մասն էլ նայել։ Հիմա գնում ենք այդ նայենք։ Մաման էլ աչա մեր հետ գալի։ Մաման մանկական կինոներ չի սիրում։ Գալու է ձանձրանա։ Մենք իրար հետ կգնանք։ Կներես չմտածեցի ուզում ես գայր։ Մանկական ֆիլմ դու էլ չես սիրում։ Բայց գնում ես, որ ես առօրյայից կտրվես, չէ՞։ Ես ասացի, չէ՞, կներես։ Կգնանք տեղում, մի հատ էլ տոմս կառնենք, կմտնենք իրար հետ։ Հա, մամ, արի։ Չէ, բալես, չեմ ուզում, ես չեմ գա։ Լսի, ասեցի կներես։ Արի կգնանք, տոմս կառնենք, իրար հետ կմտնենք։ Հա, մամ, այսքան պատրաստվել ես, որ չգաս։ Ոչինչ, բալես, ես էլ խանութներով կգնամ։ Վաղուց չեմ գնացել։ Հաստատ, մամ։ Հա, հաստատ բալես։ Յանքս մի հատ դու թռի ավտոն, ես հետ գամ։ Դա։ Անպայման հատ ես դրամա սարքես։ Ես դրամա չեմ սարքում, ամեն ինչ նորմալ է։ Վերջի անգամ եմ ասում, եթե ուզում ես, արի իրար հետ գնանք։ Կարևորը, որ դու ուզես։ Քո հետ անիմաստ է խոսալ։ Ինչ-որ բան ա եղել։ Քեզ լավ չես զգում։ Շատ լավ եմ զգում։ Սենց լավ երբեք չեմ եղել։ Ասա Էլեն։ Սեդա նվերը հիվանդանոցում է։ Նվերին ծեծել են։ Ասեմ ով թե արդեն հասկացար։ Պապա, մաման չի նեղանա։ Չէ, ինչ պետք է նեղանա։ Արի գնանք մենք արդեն ուշանում ենք։ Լավ։ Բաժանորդն անասանելի է։ Խնդրում եք փորձել մի փոքր ուշ։ Ինձ պետք է օգնես, Էլեն։ Ես գիտեմ ինչ ես արել։ Անցանք այդ թեման։ Այսինքն անցանք։ Այդ քո համար այդքան փոքր բան է, որ ասում ես անցանք։ Հիմա դու իմ ընկերն ես, թե դրանց։ Նվեր, այդտեղ կապ չունի։ Ես չեմ պատկերացնում, որ դու ընդունակ ես եղել նման բան անելու։ Հիմա կամ ինձ օգնում ես, կամ գնում ես ստեղից։ Ոչ մերս ես, ոչ էլ դայակս ես։ Ուշացել ես ահագին։ Մենք պետք է իրար հետ միջև այդ քո ծնունդի օրը հետ գնանք ու նորից հետ գանք ստեղ։ Ամեն ինչ պետք է հասկանանք, որտեղից է սկսել։ Այդ լակոտին բռնել են։ Ես պետք է ամեն ինչ անեմ, որ դրան նորից բաց չթողնեն։ Ես որ գիտեմ, որ ինքը նույն օդն է շնչում, ինչ ես ես քաղաքում, շունչս կտրվում է, խեղդվում եմ, հասկանում ես։ Ես ինչ գիտեի արդեն ասել եմ։ Չէ, բանկա դու ինչ չես ասել, Էլեն։ Ով է քեզ այդ նվերը ուղարկել։ Այդ ամենակարևոր հարցն է, մենք այդտեղից պետք է սկսենք։ Այդ լակոտը պատահական չի հայտնվել, իրան ուղարկել են, որ հետո Սեդայի հետ գնա։ Ինքը չի տարել։ Ուրեմն պայմանավորվել են, որ հետո տենան իրար։ Չէ, մի հորինի։ Հիմա դու ինձ պետք է օգնես ու քո ընկերուհիներն էլ։ Պետք է ցուցմունք տակ։ Ու բոլորիդ խոսքը կմիացնեն իրար ու կստացվի, որ այդ տաքսիստը մեղավոր է։ Մի քանի հոգի չեն կարա, չէ՞ սուտ խոսան։ Ես քո համար ուրիշ եմ, չէ՞։ Դու էր ասում, Էլեն, ինձ որ ուրիշ ձև ես վերաբերվում։ Անհնար է դու չիմանաս ով է քեզ այդ նվերը ուղարկել։ Կամ որ աղջկան նվեր ուղարկեն ինքը չիմանա, չճշտի ով այդ ամեն ինչի հետևում կանգնած։
Ես չգիտեմ։ Ես չեմ կարողացել ճշտել։ Ու առհասարակ ես չեմ ուզում այդ ամեն ինչի մեջ խառնվեմ։ Ու ես չեմ սիրում, որ ստիպում են ինձ ինչ-որ բան անել։ Բայց դու ինձ սիրում ես, չէ՞։ Ոչինչ հետ կգաս։ Այս դու ինչի ես եկել։ Հարութը ոստիկանությունում ու ոչ մեկ նորություն չունի։ Բայց քո գալով ինչ-որ բան փոխվելու է։ Նվերը բոլորիցս լավ գիտի, որ այն ինչ որ Հարութը իր հետ արել է, ինքը դրան արժանի է։ Ես չեմ հասկանում, ինչ ես բոլորի համար անհանգստանում։ Նվերի հետ բոլոր կապերդ խզել ես, Հարութի հետ ոչ մի կապ չունես։ Ինչի համար ես դուրս եկել ու վազել ստեղ։ Ես էլ չեմ հասկանում, թե ինչի ես դու այս տոնով հետս խոսում։ Կամ ինչի է բոլորիդ թվում, որ ինձ կարաք ինչ-որ բաներ սովորացնեք կամ ուղղություն ցույց տաք։ Բա ինչ ես առաջարկում։ Ձեռքերս ծալեց նստեի տանը։ Այս ամբողջ պատմությունը իմ պատճառով է։ Ու այս էլ դրա հետևանքն է։ Ու գիտես, մի տեսակ այս վերջերս զգում եմ, որ անընդհատ խանգարում եմ քեզ։ Չեմ հասկանում ինչի ես քեզ սենց պահում։ Միշտ է սենց եղել։ Թե ես եմ նոր նկատում։ Սեդա, ես նվերի մոտից եմ դուրս գալիս ու ասեմ քեզ ինքը շատ վատ էր տրամադրված։ Ինքը պատրաստ է ամեն ինչ անի, որ Հարութը հնարավորինս շատ մնա բաժանմունքում։ Ու եթե հիմա մտնես մոտը ավելի վատ, զգալու է, որ անհանգստանում ես ու ավելի վատ բաներ անելու։ Քո անհանգստությունը Հարութի նկատմամբ ի վնաս Հարութին է աշխատելու։ Եթե չես հավատում, կարող ես ասածներս անտեսել։ Ոնց էլ կինոն դուրդ եկավ։ Հա, բայց առաջին մասը ավելի լավն էր։ Համաձայն եմ քո հետ։ Բայց էսի հաշիվ չէր։ Ինչը հաշիվ չէր։ Մաման չեկավ։ Պետքա բոլորով գնանք տեղ, որ հաշիվ լինի։ Մամա չուզեց գա։ Ես ինչ անեմ։ Նեղացավ։ Չէ, ցավը տանեմ, քեզ թվացել է։ Էլի սկսել եք կռվել։ Եվա ջան, բալես, մենք չենք կռվում։ Մենք կարող է բարձր ենք խոսում, բայց չենք կռվում։ Դու տես բաների մասին մի մտած, ցավը տանեմ։ Ալո։ Ինձ բաժին են կանչել։ Ուզում եմ քեզ տեսնեմ, երկու բառ խոսամ, նոր գնամ։ Ուզում եմ, որ օգնես ինձ, ասես ինչ եմ ասելու։ Վախենում եմ։ Ոչ մի վախենալու բան չկա։ Քեզ սա հասցեք ուղարկեմ։ Արի կհանդիպենք։ Ինչի չես պատասխանում, Սեդա։ Սեդ, խնդրում եմ հենց ազատվես իմ հետ կապի դուրս կգաս։ Չգիտեմ ինչի ասացնելիցս այդքան նեղվեցիր։
կազատվեց կզանգես, ուզում եմ հանդիպենք։ Ես լրիվ քո պատիժն եմ դարձել։ Իրոք մեղավոր եմ ինձ զգում։ Արի հաշվենք, ես դա չեմ լսել։ Դու ինձ ասա ինչ են իրանք ասել։ Պատմի մանրամասն։ Կասեմ, որ զանգեցին միանգամից խառնվեցի իրար։ Տպավորություն էր, որ ես եմ մեղավոր, բայց ես ոչ մի բան չեմ արել։ Մի հատ հանգստացի։ Ինձ պատմի ինչ են ասել։ Այդքան բան, որ գնաս ընդեք խոսես կարճ եւ կոնկրետ, ավելորդ բառ չասես։ Այսինքն չեմ խաբում։ Այսինքն իմաստը ո՞րն է խաբելու։ Նենց կուզեի հետս գայիր։ Չեմ կարա։ Այսօր երեխեն իմ հետ է։ Չեմ ուզում մենակ իրան թողնեմ, համ էլ շատ սխալ կդիտվի իմ գալը։ Շնորհակալ եմ քեզ։ Այդ բառը ոնց որ թե անգիր ես արել։ Դե գնա ունենց խոսա, իբր ես քո հետ եմ։ Տենց կվախենան։ Գնա խոսա։ Մասին մոռացել էիր։ Բարով ձեզ կներեք, դուք ով եք։ Լավ, էլի, պապ։ Ես ձեզ չեմ ճանաչում։ Ասա Էլեն։ Սյուզ, Սեդան տանն է։ Չէ, տանը չի։ Դուրս է եկել, չգիտեմ ուրա։ Իսկ Մինասը։ Մինասի հետ ինչ գործ ունես։ Իսկ չգիտես ուրա գնացել։ Հա, երեխու հետ կինո են գնացել։ Լավ, ուրեմն հաստատ սխալվել եմ, որ Սեդան գա ինձ կասես, լավ։ Սպասի Էլեն, ինչն է սխալվել։ Հələ մի անջատի։ Ճիշտն ասած, հենց նոր սրճարանի մոտ ինձ թվաց Մինասին տեսա, ինչ որ աղջկա հետ էր, բայց եթե Եվայի հետ է, ուրեմն հաստատ սխալվել եմ։ Աղջիկ։ Սյուզ մոռացի։ Եթե Եվայի հետ է եղել, ուրեմն հաստատ երեխուն մենակ չէր թողնի։ Ես երևի շփոթել եմ։ Մինասին հնարավոր չի ինչ-որ մեկի հետ շփոթել։ Մի փորձի, հա, իրավիճակը փրկես։ Լավ, որ տեսել ես, ուրեմն տեսել ես։ Մամ։ Եվա, կինոն վերջացել է։ Հա, հիմա էլ սրճարանում ենք։ Մամ։ Պապան հետը տա։ Հա։
Ես հարցնախ կար։ Ով։ Մինաս Վարդանյանի քույրը։ Պատկերացնում ես կռիվ էր սարքել։ Ուզում էր պարտադիր քեզ տեսնել։ Հետդ խոսալու բան ունեմ։ Եվա ջան, բարձացի մի հատ վերև։ Ինչի ինձ չէիր ասել ինչ ա եղել։ Իսկ այդ ինչ կապ ունի։ Ոնց ինչ կապ ունի։ Իմ պատճառով ա եղել։ Ես չեմ քննարկում ում պատճառով ա դա եղել, ես ասում ինչ կապ ունի դա։ Տեսա, որ ոչ մի կապ չունի։ Դա ման ասում, հանգիստ նստի, մենք եք կսպասենք կտեսնենք ինչ կլինի։ Չես օգնի։ Մենք երկուսս էլ հասկանում ենք, չէ, որ բոլորն էլ այդ իրավիճակում տենց կվարվեին։ Ում օգնեմ։ Այդ տաքսիստին, որ միակ մեղադրյալը ինքն է։ Սկի չգիտենք ինքը մեղավոր է թե մեղավոր չի։ Էլ ինչ անեմ ասա։ Մի հատ ասա մտքովդ ինչ անցնում, բայց երկար չմտածես։ Դու այդ իմ համար ես անում։ Չեմ անելու, ու ես խոսակցությունն էլ մի երկարացրու։ Մինչև ես չսկսեմ քեզ հարցեր տալ։ Օրինակ թե ինչի ես սենց անհանգստացած։ Մամ, գիտես երկրորդ մասում ինչ էր եղել։ Ուրեմն Պապա տուրա։ գործով ա գնացել։ Սրճարանում էիք։ Հա։ Ու ում հետ էիք։ Ոչ մեկ։ Ուրիշով կար ձեր հետ։ Ասա, ով կար ձեր հետ։ Ոչ մեկ։ Խափում ես ինձ Եվա։ Գիտես որ քեզ կպաշեմ խափելուთ համար։ Բայց ես չեմ խափում։ Ինչ անեմ որ հավատաս, կուզես պապային զանգեմ։ Չէ, ոչ միտեղ մի զանգի։ Դու իմ հարցերին պատասխանի։ Ես արդեն պատասխանել եմ։ Ճիշտ ասա։ Մաման մի գոռա։ Հա։ Քեզ երևի ասել են, որ ինձ ոչ մի բան չպատմես, հա։ Չէ։ Բայց դեպքում այդքան զանգում եմ քեզ։ Հեռախոսը տուրա։ Ինչի զանգերից չես պատասխանում, Եվա։ Ես պատասխանել եմ։ Երբ, որերորդ անգամից։ Դու երևի ուզում ես, որ քեզ ամեն ինչից զրկեմ։ Նկարչությունից անեմ, մտես սենյակը դու դուրս չգաս, հա։ Նայում ես աչքերից մեջ ու խափում ես, հա։ Հա Եվա։ Մամա։ Գնա քո սենյակ չեմ, ուզում եմ ես տեսնեմ։ Ես ինչ գորգորոց ես դրել։ Դու չգիտես որ երեխույդ այդ տոնով չեն խոսում։ Դու չգիտես որ իմ տան մեջ արգելված է երեխու վրա գոռալ։ Այդ ինչ էր բացատրում որ ինքը չէր հասկանում։ Հա։
Սիրանի քնորյալ ասում։ Գնա հեռ ինձանից։ Զզվելի ես չես հասկանում, մատով չկպնես ինձ աղջի։ Հիմա փչացած եմ, ուրեմն Սեդան էլ ինձանից ոչ մի բանով չի տարվել։ Սեդայի անունը չտաս։ Ոչ էլ դու, լսում եք երկուսդ էլ իրավունք չունեք իր մասին խոսալու։ Լսի այդ տղա Սեդան իմ նշանածը սահմանները տանցար էլի։ Նշանածը տեր, բայց դու այդքան տղա չեղար։ Հասկանում ես, դու չկարացար քո սիրած աղջկա կողը մնաս։ Պայքարես, հասկանաս թե ինչ ա եղել։ Չէ, դու միանգամից եկար ու սրան առար։ Քո փողերովդ եկար առան, հա։ Դու էլ մտածում ես հարց ես լուծում, հա, դիտկանով հարց ես լուծում։ Չես գիտես, լավ բան եք արել։ Երկուսով իրար օգտագործելով ինձ ու Սեդային ձեր նման կեղտերից ազատել եք, արա։ Չեք լսում։ Եթե արդեն լավ եք զգում, մի երկու հարց տամ։ Կլինի առանձին խոսենք։ Եթե լուրջ պատճառ չկա, լավ կլիներ միասին լինեիք։ Կա խնդիր, ես չեմ ուզում, կներեք։ Սյուզ, ինչի էր այդ տոնով խոսում, հո բան չի եղել, թող։ Որտեղ ես տեսել Մինասին։ Մենակ չասես, որ այդ հարցի համար ես ինձ տեղ կանչել։ Շնչակտուր եկել եմ։ Հա, հենց դրա համար եմ կանչել, հարցիս պատասխանի։ Հա, Սյուզ, բայց ես ասեցի, որ հնարավոր է շփոթել եմ, որովհետև հեռու էի կանգնած։ Խափում ես, Էլեն։ Բայց ինչի պիտի խափեմ։ Հնարավոր է, որ հա Մինասին եմ տեսել, բայց այդ աղջկա դեմքը հաստատ չեմ հիշի, որովհետև մեջքով էր կանգնած։ Կգժվեմ ես, ուղղակի կգժվեմ։ Լավ հանգստացի։ Ինքան հեշտ է կողքից խորհուրդ տալ։ Վերջին անգամ հիշում եմ, որ ասեցիր, էլ չես խանդելու, որովհետև եթե տենց շարունակես, չփոխվես, հաստատ կկորցնես Մինասին, բայց չեմ տեսնում։ Ես գիշ չեմ, որ անտեղի տեղը խանդեմ։ Այսօր երեխուս վրանից եմ գոռացել, միջև հիմա սենյակում լացում է։ Հա Եվային ինչ ես նեղացրել։ Որովհետև քեզ զանգեցի, դու ասեցիր, որ սրճարանում են։ Մտածեցի երկուսով են, զանգեցի Եվային, ասեց ինքն էլ է սրճարանում։ Հասկանում ես, այդքան բան չի կարա համընկնի։ Ես գժվում եմ արդեն Էլեն։ Լավ, ոչինչ, Եվան ուղղակի հիմա նեղացած է կանցնի։ Հաստորեն պարզվում է ես ոչ միայն վատ կին եմ, այլ նաև վատ մայր։ Սյուզի, էս ինչ վիճակում ես։ Էս ոնց ես թուլացել, մի հատ հավաքի քեզ։ Կինը երբ զգում է, որ կորցնում է իր ընտանիքը, լրիվ ուրիշ մարդ է դառնում։ Հա, ես էլ ինքս ինձ չեմ ճանաչում, բայց ունենք այն ինչ ունենք։ Ես չեմ մտածում, որ Մինասի կյանքում ինչ-որ մեկը կա։ Անցած տարվա դեպքից հետո ես չեմ կարծում, որ նորից նույնը կկրկներ։ Չի սիրում ինձ Էլեն, չի սիրում։ Իսկ տղամարդը առանց այդ զգացողության երկար չի կարող ապրի։ Ոնց էլ լինի, այդ սխալը կգործի։ Ասում էր նվերից է վախենում, բայց ոնց տեսնում եմ քեզանից է վախենում։ Չի ուզում խոսա, վախենում է։ Ու ինչ է այդ նշանակում։ Դու արդեն մի գործում կասկածյալ ես։ Գործը փակված չի։ Հիմա էլ ես,
Ու այդ հեչ լավ բան չի նշանակում։ Նորմալ է ամեն ինչ։ Հա, խոսա։ Ինձ լավ չեմ զգում։ Հասկանում ես ասածս։ Չհասկանալու բան չկա։ Մի տեսակ շատ հանգիստ ես։ Դե տարածքին արդեն ընտելացել եմ։ Էդ լավ չի։ Հեչ լավ չի։ Ոնց ես։ Լավ եմ։ Ամեն ինչ նորմալ է։ Հաստատ։ Հա, հաստատ։ Ու տենց խղճահարված դեմքով էլ վրես մի նայի։ Ով պրոբլեմներ չունի։ Կլուծենք, կանցնի, կգնա։ Պարզա։ Ու հանկարծ չմտածես, որ արդեն գիտես թույլ տեղերս ու կարաս իմ դեմ ինչ որ բաներ օգտագործես ու շանտաժանես։ Ես քեզ թույլ չեմ տա։ Մի անգամ արդեն փորձել ես ու ես քեզ հասկացրել եմ, որ դա քո մոտ չի ստացվի։ Ու չի ստացվելու։ Ես ամեն ինչ կանեմ, որ պահեմ իմ ընտանիքը։ Ես քո ու նվերի վրայով էլ կանցնեմ։ Ամեն գնով կպահեմ իմ ընտանիքը։ Ու ամեն քայլ անելուց առաջ Էլեն շատ երկար մտածի։ Ես եմ, այն նույն Սյուզինա, ոչինչ չի փոխվել։ Կյանքս ես չի ուզեի քեզ այս վիճակում թողնեի ու դուրս գայի, բայց շատ կարևոր է, շատ։ Չես նեղանա, չէ՞։ Մենակ մամային կասես, որ ես քնած եմ, մինչև գաս ստեղ կսպասեմ քեզ։ Ես դուրս եմ գալիս երեխան սենյակումը։ Ասել է քեզ ասեմ, որ քնած է, որովհետև նեղացած է, չի ուզում հետդ խոսեմ։ Ես գնամ երեխու մոտ։ Երեխան մամա ունի։ Դու ավելի կարևոր գործեր կունենաս։ Ես կգնամ։ Ուր ես գնում։ Գործեր ունեմ, դուրս եմ գալիս։ Իսկ կարող է ես էլ քո հետ գամ։ Չէ։ Դե մտածեցի։ Չէ, Էլեն, կարիք չկա։ Մի արի ոչ միտեղ։ Նվերի մոտ ես գնում։ Ոնց հասկացա դեռ մնում եմ, հա։ Դեռ մնում ես։ Ինչի։ Նրա համար, որովհետև տենց վտանգավոր եմ ու մանեն ինձանից վախենում, հա։ Ոչ, դեռ հանգամանքներ կա ճշտելու։ Մեկ էլ որ նվերի հետ դեռ պետք է խոսենք։ Ես ինձ չեմ մեղադրում, հատուկ վատություն չեմ արել, ուղղակի ասացի, որ չեմ ուզում տեսնել։
Եթե սխալ բան եմ արել, ասա։ Մոռացի դրա մասին։ Դե եթե տենց ես ասում, ուրեմն կմոռանամ։ Ես քեզ հավատում եմ ու վստահում։ Շատ ավելի լավ։ Ես կշարունակեմ ապրել։ Գործ կճարեմ ու ստեղից շուտ դուրս կգամ։ Ուղղակի չեմ ուզում վերադառնամ այն բնակարան, որտեղ ապրում էի։ Գործի պահով ես քեզ կօգնեմ։ Կգաս իմ մոտ կաշխատես օֆիսում։ Օֆիսում։ Փաստորեն դու բացի պատգամավորի կարիերայից ուրիշ գործով էլ ես զբաղվում։ Իմ պատգամավորի գործը կամաց վերջանում է։ Իսուր ես տենց ասում, ես ճիշտ է քաղաքականությունից շատ չեմ հասկանում, բայց միշտ քո մասին մենակ լավն եմ լսել։ Սեդայի պատմությունը իմ անվան հետ շատ խնդիրներ առաջացրեց։ Ես ճիշտ է իր մոտ չեմ խոսում, չեմ ուզում իմ քուրը իրան ված զգան, բայց հարցը շատ ավելի լուրջ է, քան ստեթվում է։